Հրուշակագործության և կարուձևի երկամսյա ինտենսիվ դասընթացների մասնակիցները ստանում են վկայականներ։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց նոր հմտություններ տալու, եկամուտ վաստակելու հնարավորություն ստեղծելու և կենսապահովման կարիքներն ապահովելու այս նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԶԾ կայուն համայնքներ ծրագրով։ Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել և ամրապնդել տեղահանվածներին Հայաստանում։ 2023 թվականից Ֆրանսիայի կառավարության հետ համագործակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նախաձեռնել է այն լուծելու նրանց ամենակարևոր խնդիրը՝ աշխատանք ունենալը և ապագայի տեսլական կառուցելը։ Դասընթացներն անցկացվել են ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում։ 44 մասնակցի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նրանց ընտանեկան ու սոցիալական վիճակը, ինչպես նաև նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությունը։ Գրեթե ամեն օր հաճախել են դասընթացի եւ մեծ ժամանականակով։ Այսինքն, եթե ուրիշ պարագայում կարող ենք դասընթաց անել մի քանի ամսվա ընթացքում ավելի քիչ ժամանականակով, այստեղ պարապմունքները եղել են շատ ինտենսիվ եւ այն թիրախը, որ դրվել է, եղել է տալ նրանց այս սկզբնական գիտելիքները, որոնցով նրանք կարողանան մտնել աշխատաշուկա։ Ձեռք բերած հմտությունները կանանց հնարավորություն կտան աշխատել տարբեր ընկերություններում կամ հիմնել սեփական բիզնես։ Մասնագիտական գիտելիքներից բացի նրանք ստացել են նաև ձեռնարկատիրական հմտություններ։ Գնության արդյունքներով լավագույն 24-ը ստացան մասնագիտական առաջին անհրաժեշտության գործիքներ։ Իրենք ստացել են համապատասխան գիտելիքներ, որոնց իրենց բավարար է, որ նախնական փուլում սկսեն իրենց աշխատանքները եւ ավելի հմտանալուց հետո ավելի մեծ ինչ-որ հաջողությունների հասնեն։ Դրա համար այդ սարքավորումները տրվում են նախնական ինչ-որ աշխատանքներ սկսելու համար։ Հրուշակագործության ոլորտում ավելի մեծ գիտելիք եմ ձեռք բերել եւ այստեղ իմ սովորելը ինձ ավելի մեծ հնարավորություն ընձեռնվեց հետագայում իմ սեփական բիզնեսը ստեղծելու համար։ Նախաձեռնությունը ֆինանսավորել է Ֆրանսիայի կառավարությունը։ Դեսպանը ՄԱԶԾ ներկայացուցչի հետ շրջեց կենտրոնում, ծանոթացավ լսարանային պայմաններին ու դասընթացների կազմակերպմանը, իսկ հետո հրուշակագործների հետ մասնակցեց խմորեղենի պատրաստմանը եւ համտեսին։ Այս կենտրոնը, որը կահավորվել է Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ, կշարունակի աջակցել Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին։ Ֆրանսիայի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությունը կընդլայնվի, ունենալով ավելի մեծ եւ դրական ազդեցություն։ Այս կանանցից շատերը արդեն որոշել են, թե որտեղ են աշխատելու եւ հրուշակագործության կամ կարի արտադրության որ ուղղությամբ են խորանալու։ Ծաղկանուշ Միրզոյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։